Բարև ձեզ սիրելի ընկերներ։ Այսօր շարունակում ենք մեր Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Ծննդոց 36 եւ 37 գլուխներով։ Ծննդոց 36-րդ գլուխը հիմնականում խոսում է Եսավի սերնդի մասին։ Եսավը տեղափոխվեց Սեիր լեռները եւ այնտեղ բնակվեց իր ընտանիքի հետ։ Նրա սերունդները դարձան Էդոմացիներ։ Այս գլխում թվարկվում են Եսավի որդիները, թորները եւ այն առաջնորդները, որոնք առաջացան նրա սերնդից։ Այս հատվածը մեզ ցույց է տալիս, որ Աստված կատարում է իր խոստումները։ Թեև օրհնությունը անցավ Հակոբին, Աստված նաև օրհնեց Եսավին եւ նրա սերունդը դարձավ մեծ ժողովուրդ։ Ծննդոց 37-րդ գլուխը սկսվում է Հովսեփի պատմությունը, որը շատ կարևոր տեղ ունի Ծննդոց գրքում։ Հովսեփը Հակոբի որդին էր, եւ նրա հայրը նրան շատ էր սիրում, որովհետև նա ծնվել էր նրա ծերության ժամանակ։ Հակոբը Հովսեփի համար պատրաստեց գունազգույն պատմություն։ Դրա պատճառով Հովսեփի եղբայրները նախանձեցին Հովսեփին եւ սկսեցին ատել նրան։ Հովսեփը նաեւ երկու երազ տեսավ։ Առաջին երազում նա տեսավ, որ իր եւ եղբայրների խրձերը դաշտում էին, եւ եղբայրների խրձերը խոնարհվում էին նրա խրձին։ Երկրորդ երազում նա տեսավ, որ արևը եւ լուսինը եւ 11 աստղերը խոնարհվում էին իրեն։ Երբ Հովսեփը պատմեց այդ երազները, նրա եղբայրները ավելի բարկացան։ Մի օր եղբայրները հոտը արածեցնում էին հեռու տեղում։ Հակոբը Հովսեփին ուղարկեց, որպեսզի գնա եւ տեսնի, թե ինչպես են նրանք։ Երբ եղբայրները տեսան Հովսեփին հեռվից, միմյանց ասեցին. «Ահա գալիս է երազ տեսնողը, եկեք սպանենք նրան»։ Բայց Ռուբենը փորձեց փրկել նրան եւ ասեց, որ չսպանեն, այլ գցեն մի փոսի մեջ։ Մտածում էր, որ հետո կփրկի նրան։ Նրանք վերցրեցին Հովսեփի պատմությանը եւ նրան գցեցին դատարկ փոսի մեջ։ Հետո այնտեղով անցան վաճառականներ, որոնք գնում էին Եգիպտոս։ Եղբայրները Հովսեփին վաճառեցին նրանց որպես ծառա։ Նրանք վերցրեցին Հովսեփի պատմությանը, թաթախեցին այծի այրան մեջ եւ ուղարկեցին իրենց հորը։ Երբ Հակոբը տեսավ այն, մտածեց, որ վայրի կենդանի է սպանել Հովսեփին։ Նա շատ տխրեց եւ երկար ժամանակ սքաց։ Մինչդեռ Հովսեփին տարան Եգիպտոս, որտեղ նրան վաճառեցին Պետհաբրես անունով մի պաշտոնյայի Եգիպտոսում։ Ինչպես է այստեղ երևում Հիսուս Քրիստոսը։ Հովսեփի պատմության մեջ շատ բան կա, որը հիշեցնում է Տեր Հիսուս Քրիստոսը։ Հովսեփը սիրելի որդին էր իր հոր համար։ Նման ձևով Հիսուսը նույնպես սիրելի էր որդին էր Հայր Աստծո։ Հովսեփին ատեցին իր եղբայրները։ Գործառաքելոցն ասում է, որ Հիսուսին նույնպես մերժեցին եւ ատեցին իր ժողովրդի շատ մարդիկ։ Հովսեփին վաճառեցին արծաթով։ Հիսուսին նույնպես մատնեցին արծաթի դիմաց։ Բայց Աստված Հովսեփի կյանքի միջոցով մեծ ծրագիր էր կատարելու։ Նույն ձևով Հիսուսի միջոցով Աստված բերեց փրկություն ամբողջ աշխարհ։ Եվ մի հարց եմ ուզում տալ։
Հովսեփը դեռ երիտասարդ էր, բայց Աստված արդեն ուներ մեծ ծրագիր նրա կյանքի համար։ Երբեմն մենք չենք հասկանում, թե ինչու են դժվարությունները գալիս մեր կյանքում։ Բայց հավատում ենք, որ Աստված կարող է այդ ամենը օգտագործել բարի նպատակի համար։ Եվ Հռոմեացիս 8:28 նույնպես գրված է, որ Աստված չարիքը ինչի անում, իրեն սիրողների համար բարիքի է վերածում։ Աստված օրհնի ձեզ սիրելիներ։ Ուզում եմ մեր սորության պես աղոթենք։ Տեր Հիսուսը նույնպես ուներ սովորություն, գրված է, որ նա իր սովորության համաձայն բարձրանում էր լեռը եւ աղոթում էր։ Սիրելի Աստված, շնորհակալ ենք քեզնից։ Շնորհակալ ենք, որ դու մեզ գտար եւ մեզ քո զավակները դարձրեցիր։ Մեր կյանքերը փոխեցիր։ Մենք սիրում ենք քեզ, Հիսուս ջան։ Փառք քեզ, օրհնիր Տեր Աստված ջան, ամեն մեկը, որ լսում է, եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի վրա մեր քո խաղաղությունը, Տեր Աստված։ Շնորհակալություն քեզ, Տեր ջան։ Մենք խնդրում ենք, Հիսուս ջան, որ դու օրհնես մեր կյանքի բոլոր օրերը եւ թող մեր կյանքը քեզ փառք բերի։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, եթե դերևս բաժանորդագրված չեք, կարող եք բաժանորդագրվել եւ կիսվել ձեր ընկերներին, որպեսզի շատերը լսեն։ Մեր նպատակն է, որ այս բարի լուրը Աստվածաշնչի հասնի ամեն մեկին։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Թող Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։